Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այսօր այցելել ենք վերջերս մեծ աղմուկ բարձրացրած հաղորդավարների եւ լրագրողների Ջուլիետա Հովհաննիսյանին եւ Արեն Նահապետյանին։ Տեսնենք, թե ինչպիսի խոհարարական նկրտումներ ունեն նրանք եւ ինչ են պատրաստելու մեզ համար։ Բարև ձեզ Ջուլիետա, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես է եւ պետք է ասեմ, որ օրը արդեն ավարտվում է։ Մենք բավականին ուշ ենք ձեզ մոտ այցելել, ինչով է դա պայմանավորված։ Քանի որ ես դասի էի, իսկ Արենը աշխատանքի, չէր հարմարվի մեր գրաֆիկները փոխել, որ շուտ գայք, ուստի մի քիչ ուշ եք եկել։ Հասկանալի է, բայց ես նշեցի բացման խոսքում, որ այցելել ենք ձեզ, մինչդեռ դուք միայնակ եք։ Արենը կմիանա մեզ ինչ-որ պահից սկսած, թե նա շատ զբաղված է։ Արենը աշխատանքը արդեն վերջացրել է, հիմա տաքսում մեջ է ու շուտով մեզ կմիանա։ Լավ, շատ բարի։ Հիմա խոսենք ձեր մասին, հետո կխոսենք արդեն Արենի հետ Արենի մասին։ Ինչով եք զբաղվում, ինչպես հայտնվեցիք Control Z-ում, նախ ընդհանրապես ինչ է դա իրանից ներկայացնում, որովհետև համակարգչային լեզվով դա նշանակում է յետ-քայլ, չէ՞։ Դե ծավալվենք դրա շուրջ։ Շատ լավ։ Ուրեմն ես լրագրող եմ, արդեն 3-4 տարի է։ Իթե սա Արենն է։ Հիմա տեսնենք, հասկանանք, թե ով է այցելել։ Բայց հնարավոր է Արենը չլինի եւ պարտադիր չի, որ Չէ, իմ քուրիկն է եկել։ Հա, բարև ձեզ։ Ձեզ նույնպես այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Լիահույս ենք, որ ձեզ չենք խանգարելու, ձեզ ձեր առօրյայից չենք կտրելու։ Դուք զույգ քույրիկներ չեք, չէ՞, կարծում եմ։ Զույգ քուրիկներ եք։ Հա։ Անզեն աչքով երևում էր, բայց ես մտածում էի, որ չեք։ Լավ, ներողություն։ Իհարկե, պատասխանեմ ձեր հարցին, ուրեմն ես զբաղվում եմ լրագրությամբ, աշխատում եմ Infocom-ում ու կարգաղափար ստեղծել մի հաղորդում, որը կլինի մեր սերնդի համար մատչելի լեզվով, այսինքն մեր սերնդին հասկանալի լեզվով կբացատրենք, թե ովքեր են քաղաքական գործիչները, ինչով են զբաղվում, ինչ քաղաքական անցյալ ունեն, ինչեր են խոսք տալիս զգալիք ընտրությունների հետ կապված, ու այդպես, քանի որ ես ու Արենը այդ ընթացքում մի հատ պրոյեկտ ունեինք, որի շրջանակում աշխատում էինք իրար հետ, մեր խմբագիրը որոշեց, որ մենք պետք է լինենք հաղորդման հաղորդավարները ու սկսեցինք արդեն հաղորդումը վարել։ Control Z-ը հաղորդումը նրա մասին, թե ովքեր են ներկայիս վարչապետի տեխնացուները ու ինչ են առաջարկում։ Այդքանն ինչ է հարցերը։ Այո, բայց ինչու Control Z հենց։ Հա, Control Z-ը ինչու։ Ուրեմն, քանի որ Control Z նշանակում է Միքայել հետ, մենք որոշեցինք Control Z հանենք Միքայել հետ ու հասկանանք այդ մարդիկ ովքեր են, որպեսզի ներկայացնենք մեր սերնդին։ Այսինքն Z-ն արդեն այդ Z սերունդն է, էլի։ Հասկանալի է։ Բացահայտելու եք վարչապետի տեխնացուներին եւ այլևս չեք շարունակելու, ճիշտ եմ հասկանում։
Ի նկատի ունենք, որ այլևս չենք շարունակում վարել հաղորդումը։ Այո։ Հա, քանի որ իմ ու Արենի գրաֆիկները շատ խառն էին ու մենք չէինք հասցնում աշխատել այդ հաղորդման շրջանակում, որովհետև շատ ժամանակատար էր, այդ աշխատանքը մենք երկրորդ եթերաշրջանում արդեն չկանք, բայց կարողացել ենք բացահայտել 11 քաղաքական գործչի, արդեն կարամ գովազդանամ, որ կարան լավ։ Բացահայտել ենք 11 քաղաքական գործչի։ Լավ։ Նշեցիք, որ լրագրությամբ եք զբաղվել արդեն 4 տարի, իսկ կրթությունը հենց ժուրնալիստիկայում է եղել, թե այլ տեղում է եղել կրթությունը։ Չէ, ժուրնալիստիկայի բարձրագույն կրթություն չունեմ, սովորել եմ հետմեծագործանում, որը լրագրության 1 տարվա կուրս էր, այնուհետև արդեն անցել եմ աշխատանքի, բայց քանի որ բացի հաղորդավարությունից զբաղվում էի նաև տվյալների լրագրությամբ, հասկացա, որ շատ է հետաքրքրում տվյալների հետ աշխատելը ու սովորում եմ հիմա տնտեսագիտության համալսարանի վիճակագրություն ու տվյալների գիտություն բաժնում։ Ինչ է նշանակում տվյալների լրագրություն։ Տվյալների լրագրությունը դա լրագրության մի հատ ոլորտ է, որտեղ մենք փորձում ենք տվյալների միջոցով մեր ասելիքը հայտնել։ Օրինակ, երբ որ ինչ-որ մի հատ քաղաքական գործիչ ասում է, որ աղքատության մակարդակը նվազել է Հայաստանում, մենք դուրս ենք բերում վիճակագրական կոմիտեի կայքից աղքատության տվյալները ու ցույց ենք տալիս, որ նվազել է, բայց այդ նվազումը օրինակ շատ չնչին է կամ կարող է պարզվի, որ ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը աճել է։ Այսինքն հիմքը տվյալներն են, որի հիման վրա մենք գալիս ենք եզրակացությունների կամ առաջարկում ենք ինչ-որ լուծումներ կամ ինչ-որ բան ենք բացահայտում։ Նշեցիք, որ մասնագիտական կրթությունը լրիվ այլ է, բայց ինչ շատ հետաքրքրում է, թե որն է եղել ձեր մասնագիտական կրթությունը, որով չեք զբաղվել, որովհետև վստահ եմ, որ ստացել եք կրթություն։ Ի սկզբանե 9-ամյա կրթությունը ավարտելուց հետո գնացել եմ քոլեջ, որտեղ սովորել եմ հագուստի մոդելավորում, բայց քանի որ այդ ընթացքում սովորում էի լուսանկարչություն ու ինձ շատ էր հետաքրքրում հենց ֆոտոժուրնալիստիկան, քանի որ 21 թվականն էր, այնտեղ ցույցեր էին եւ այլն, իմ մոտ որոշումը կայացրեցի, որ ուզում եմ դառնամ ֆոտոլրագրող ու զբաղվեմ հենց դրանով, նաեւ մի փոքր անարդարության զգացումներ, որ նպաստեց դրան, որ ես ուզում եի խոսել այդ խնդիրների մասին, որպեսզի դրանք բարձրաձայնվեն ու լուծվեն։ Հասկացա, այսինքն մոդելինգը ձեզ համար ավարտված է, մոդելավորումը ավելի ճիշտ։ Ավելի շատ հոբի է, քանի որ ազատ ժամանակ պայուսակներ եմ կարում, բայց կարող է շատ երկար տարիներ հետո, երբ որ արդեն կայացած ինչ-որ մարդ լինեմ եւ կարիք չլինի ամենօրյա աշխատանքի, վերադառնամ հենց այդ հոբիին։ Մասնագիտությունը շարունակվելու է հենց լրագրության մեջ, ըստ ձեզ, կամ ավելի կոնկրետ հարցը տամ, մեծանակ ինչ եք դառնալու։ Հիմա ինձ պատկերացնում եմ ավելի շատ լրագրության ու հաղորդավարության մեջ, ապագայում, քանի որ մի քանի մասնագիտություն ունեմ ու նաև ստանում եմ եւս մեկը, դեռ չեմ որոշել, թե երկար տարիներ հետո, այսինքն 5 տարի հետո կամ 10 տարի հետո ինչ եմ զբաղվելու, բայց ներկապահին շարունակում եմ զբաղվել հաղորդավարությամբ ու ուզում եմ շարունակել լրագրողի կարիերաս։ Բարի, ամեն բան պարզ է, անցյալի հետ կապված, հիմա խոսենք այսօրվա մասին։ Ինչ եք մեզ համար պատրաստելու եւ արդյոք Արենը մասնակցություն ունենալու է պատրաստման ընթացքում, թե ոչ։ Թե ինչ ենք պատրաստելու որոշել եմ ես, Արենին առաջին անգամ ասեցի այդ բառերը, ասաց՝ «Վաու, ինչ հետաքրքիր անուններ են»։ Պատրաստելու ենք pesto pasta եւ guacamole բրինձի թերթիկների մեջ մատուցված։ Դա այն ուտեստն է, որոնք դուք հաճախ պատրաստում եք եւ ձեզ մոտ ստացվում է, թե այսօր լինելու է պրեմիերա մեր եթերում։ Pesto pasta հաճախ չէ, բայց պատրաստում եմ, երբ որ տանն եմ լինում, իսկ guacamole բրինձի թերթիկները առաջին անգամ եմ պատրաստելու, խիստ չդատել։ Բացարձակ մենք երբեք խիստ չենք դատում, բայց ինձ հետաքրքրում է ինչու եք ընտրել հենց այդ ուտեստները, որպեսզի հետաքրքիր լինեն, մատուցումն է դրանց հետաքրքիր, թե այլ պատմություն կա։ Ինչ որ տենց լուրջ պատմություն չկա, ուղղակի մտածեցի ինչ որ fancy բան լինի, որ փորձած չլինեք ու համել տենց հետաքրքիր լինի ու գեղեցիկ լինի մատուցելու տեսանկյունից, այդ պատճառով։ Լավ, ես մտածում եմ, որ կխոսեք այդ ամենի մասին ներկայացնելով, որ եղել եք այնտեղ կամ արմատներ կան, որ այդտեղից են գալիս, այդ կողմերից են գալիս։ Ցավոք Հայաստանից դուրս շատ երկրներում չեմ եղել, նպատակներ ունեմ գնալ այնտեղ սովորելու, բայց Այնտեղ որտեղ։ Իտալիայում։ Հենց Իտալիայում, ահա։ Պաստայի համաձայնեցի։ Բայց դեռ տենց հարցական փուլի մեջ է, էլի ոնց որ։ Իսկ ձեր արմատները որտեղից են։ Իմ արմատները Սյունիքից են, ես ծնվել մեծացել եմ Երևանում, բայց իմ արմատները Սյունիքից են, մաման Սիսյանից է, պապան Գորիսից է, մենք ապրել ենք այնտեղ 3 տարի, որտեղ պապային էին գործ ուղել, բայց ես մեծացել եմ Երևանում, Մասիվում,
Եթե գաղտնիք չէ, ինչ մասնագետ է ձեր հայրը, որպես նկատի ունեմ, ասացիք, որ գործուղել էին Հա, իհարկե, Պաշտպանության նախարարությունում է աշխատում արդեն մոտավորապես 30 տարուց ավել, այդպես։ Վերաբերմունքը ինչպիսին էր, երբ դուք ընտրեցիք լրագրողի մասնագիտությունը, հատկապես սյունեցիների վերաբերմունքը։ Սկզբում տենց շատ լավ վերաբերմունք չկար, ինչ որ կլիշեների հետ կապված հումորներ կային ընտանիքի անդամների կողմից, բայց հետո արդեն երբ որ սկսեցի աշխատել, նյութերս հրապարակվեցին, այս հաղորդումը սկսեց, արդեն սենց հպարտ մենք Ջուլիետայի մաման եւ պապան ենք։ Հետևում են ձեր Հա, հաղորդումներին։ պարտադիր նայում էին բոլոր հաղորդումները, պարտադիր կարդում էին բոլոր նյութերը, մեկ-մեկ լինում էր ես էի իրենց համար կարդում, մամայի համար, որտեվ տեսողության հետ կապված խնդիր ուներ արդեն տարիքի հետ կապված այդպես, բայց հիմա արդեն տենց շատ են հավանում, որ ես այս ոլորտում եմ, սատարում են ու այդպես։ Լավ, շատ բարի։ Բարդ անուններով կերակուրները պատրաստելու համար մեզ պետք է գնումներ կատարել, ճիշտ է։ Առաջարկում եմ այս պահին դադարեցնենք նկարահանումը, գնանք գնումներ կատարելու, հետո վերադառնանք, հուսամ մեզ Արենը միացած կլինի այդ ընթացքում եւ միասին կպատրաստեք, հասկանանք կադրից դուրս ինչպես եք համագործակցում իրար հետ։ Համաձայն եք։ Իհարկե, այս մեր առաջին համագործակցությունը կլինի երևի կադրից դուրս, այսինքն ձեր համար հարմար կադրից դուրս առաջին համագործակցությունը։ Իսկ կարողա քո փոխարեն քուրիկը գա, մեկը զույգ քույրեր եք չեն հասկանա ով է ձեզնից Ջուլիետան, ով հլը Ջուլիետայի անունը իմացանք, ձեր անունը չի իմացանք։ Մարգարիտա։ Դուք զույգ եք։ Իսկ իրար զգում եք դուք, այն որ ասում են, վայ, մենք նենց ենք իրար զգում որպես Իսկ թվում մենակ մեր հիվանդություններն են իրար հետ գտնում։ Ձեզ առողջությունը մաղթում գնանք։ Գնացինք։ Հասանք բակ, Մարգարիտային կարողացանք համոզել, որ մասնակցի մեր նկարահանումներին, շնորհակալություն։ Շատ դժվար, բայց կարողացանք, շնորհակալություն, որ համաձայնեցիք, սա իմ բակն է, որտեղ անցել է ձեր մանկությունը, ինչպես հասկացա, եւ դուք շատ հպարտորեն եք ասում, որ դուք մասիվցի եք։ Այո։ Հիմա խնդրում եմ նշել հպարտության այն պատճառները, որոնց մասին խոսում եք, ինչն է հատկապես ստեղծում ձեզ համար հպարտանալու պատճառ։ Մասիվցի լինելը այտենց բնավորությունը, էությունը, այտենց Բնավորության մեկ գիծ կասեք, որ կոնկրետ բնութագրում է մասիվցիների։ Այո, համառությունը։ Համառությունը։ Այո, Մարգարիտա, ագրեսիվությունը։ բացարձակ ոչ համառեք, ոչ ագրեսիվ, անկեղծ ասած, չգիտեմ դա որպես լավ հատկանիշ ընդունեցիք թե վատ, բայց ամենայն դեպս համառություն չեմ տեսել դեռևս ձեզ մոտ եւ ագրեսիվություն նույնպես անձրևում է, այնպես որ ես առաջարկում եմ տեղափոխվենք մեքենայի մեջ եւ այնտեղ շարունակենք մեր նկարահանումները, ունեք մեքենա թե ոչ։ Ոչ, ցավոք։ Կունենաք շատ շուտով, ես վստահ եմ, այնպես որ առաջարկում եմ տեղափոխվենք մեր մեքենայով ու գնանք նկարահանումներ իրականացնելու։ Համեցեք։ Մերսի։ Խնդրեմ։ Մենք բարբերաբար տեղեկություններ ենք ստանում Արենի գտնվելու վայրի մասին եւ լիահույս ենք, որ ամեն դեպքում խանութում նա կմիանա մեզ, բայց մինչ այդ խոսենք ձեզ հետ։ Կպատմեք շատ հետաքրքիր դեպքեր, որոնք տեղի են ունեցել ձեզ հետ, որպես զույգ քույրեր, մարդիկ, ովքեր շփոթել են ձեզ, ենթադրենք, ձեզ պատմել են ինչ-որ մի բան, որը պետք է լրիվ այլ մարդու պատմեին։ Եղել են այդպիսի դեպքեր կամ ինչ-որ մեկը գնացել է ինչ-որ մեկի փոխարեն մեկ այլ տեղ։ Քանի որ ես էլ Մագանել ինչ-որ չափով շրջապատ ունենք լայն ու տարբեր մարդիկ մեզ ճանաչում են, բայց ես ու Մագան չենք ճանաչում իրար ծանոթների, տենց հաճախ է լինում, որ գալիս են ու սենց ուզում են փաթաթվեն կամ գալիս են ջերմ գրկախառնության, չգիտեմ, ինչ-որ բարևում են, բայց ես իրենց չեմ ճանաչում ընդհանրապես, տենց մի անգամ մի հատ աղջիկ եկավ, որ ինձ գրկի, ես սենց թարս նայեցի դեմքին, ասի բարև ձեզ, նենց էր նեղվել։ Ու տենց հաճախ է լինում կամ ինչ-որ ասում ենք, որ մենք ոնց որ ես Մագան չեմ կամ չգիտեմ Մագան ասում է, որ ինքը Ջուլիետան չի, ասում ենք, որ կփոխանցենք, իդեպ երեք ինչ-որ մեկը քեզ ասում էր փոխանցեմ, որ տեսել է ինձ ու բարևում է, բայց ես իրան մոռացել եմ։ Ռուզան, այո։ Այդպես ու շատ ինչ-որ հետաքրքիր ակցիաներ էլ լինում էլի, երբ որ օրինակ ձևս տալիս, որ Մագանից հետո ասում ես կատակ էի անում կամ չգիտեմ, ինչ-որ մեկը կարող է լինի, որ Մագայի հետ լավ հարաբերություններ մեջ չլինի, գա ինձ տեսնի, ասի Մագանես թե Ջուլիետան քեզ գրկեմ, թե չգրկեմ։ Այդպես։ Մարգարիտա, իսկ հակառակը ձեզ հետ տեղի ունեցել է։ Հա, միանշանակ։ Ուզում եի պատմի, մոռացա։
Դե հիշեք, խնդրում եմ։ Հա, այս վերջերս հենց ջազի միջազգային օրը իջել էի կենտրոն ու ջուրին, որ հաղորդում է վարում, իրեն արդեն լիքը մարդ գիտի։ Դենց ինձ տեսան, բարևեցին, Ջուլի բարև, ես ասեցի ոնց որ Ջուլիի քուրիկն եմ, Ջուլին չեմ, ու տենց ասեցին, վայ, մենք էլ քեզ Instagram-ով ու TikTok-ով follow ենք, մտածել ենք դու Ջուլին ես։ Ձեր անունը նույնպես գրած է Ջուլիետա եւ Facebook-ում եւ Instagram-ում։ Իմ անունը չի գրած է Լամաջո եմ սիրում, դրա համար տենց չեն իմանում մարդիկ։ Որ Մարգարիտան Լամաջո սիրում ոչ թե Ջուլիետա։ Ինչու Լամաջո եմ սիրում։ Պատմում եմ։ Ուրեմն ես քոլեջում կառավարում եմ սովորել ու այդ ընթացքում պետք է բիզնես պլան գրեի, այդպես Լամաջո էի կերել այդ օրը, որտեղ որ ես պետք է Լամաջոյանը բացեմ։ Տենց ինստայից նիկնել փոխեցի ըստ այդմ եւ ապագայում պլաններ կան քաղաքից դուրս որևիցե մարզերից մեկում ունենալ հյուրատուն, որտեղ ես ամսվա ինչ-որ կոնկրետ օրերի կսարքեմ Լամաջոյում հյուրերի հետ։ Անցնենք ավանդական հարցին, որը մենք մշտապես տալիս ենք մեր բոլոր հյուրերին։ Փոխեք մեր երկրում։ Սիրով պատասխանեք, խնդրում եմ այդ հարցին։ Ես նայել եմ ձեր հաղորդումը, դրա համար գիտեմ այդ հարցը որ տալու եք, բայց անգամ եթե նայած չլինեի, միանշանակ կրթության որակը, որովհետև կարծում եմ, որ խելացի կրթված մարդիկ կարող են փոխել երկրի վիճակը դեպի ավելի լավը։ Վերջերս շատ լայն տարածված մի այսպիսի նշան եմ ես ուղարկում ձեզ, շնորհակալություն, ես ձեզ հետ համաձայն եմ, իսկ դուք Մարգարիտա։ Ես աշխատաշուկայի մեջ փոփոխություններ կանեի, որովհետև ուսանողները սովորելուց հետո շատ դժվար են աշխատանք գտնում, ցանկալի կլներ ինտերնշիփերը շատ լինեին երիտասարդների համար։ Ինչ ասել է ինտերնշիփ, դա ինչ է ինտերնշիփը դա վճարովի պրակտիկան է, քանի որ իմ կարծիքով երիտասարդները բավականին խելացի են ու հետաքրքիր մտքեր են ունենում, իրենց 2 ամսով, 3 ամսով վերցնեին կազմակերպություններ ու այդպես իրենց մտքերը նույնպես օգտագործեին։ Շատ բարի, շնորհակալություն, շատ հետաքրքիր դիրքորոշում էր։ Ես հուսամ, որ այն մարդիկ, ովքեր հետևում են մեզ եւ պատասխանատու են ոլորտներում, որոշակի հետևություններ կանեն, իսկ այս պահին մենք արդեն կամաց-կամաց մոտենում ենք խանութին, այնպես որ մեր հաջորդ հանդիպումը կլինի խանութում ընկերներ։ Համաձայն եք, Ջուլիետա։ Այո, Զբաղված եք։ նայում եմ Արենը ուրախացել, մտնում է արդեն մասիվ։ Շատ հաճելի է։ Մենք հասանք խանութ, Արենը մեզ դեռ ոչ։ Ինչից ենք սկսում, խնդրում եմ նշեք ինչ է Սկսում ենք անհրաժեշտ։ պանջարեղեններից, գնելու ենք պոմիդոր, Լոլիկ։ լոլիկ, էդի կտրելու է։ Չեմ կարող ասել։ Լավ, գնելու ենք լոլիկ եւ ավոկադո, հետո արդեն անցնենք մյուս մթերքներին։ Դե լավ, դուք արդեն սկսեք կողմնորոշվել, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, ընտրեք այն ամենը, ինչը վերցնելու ենք։ Ավոկադոից ենք սկսում, այն գտնվում է այս կողմում։ Ավոկադոից ենք սկսում։ Ինչպես է կողմնորոշվում, որն է լավ ավոկադոն, իսկ որը ոչ Վերևի այնքան։ հատվածում, երբ որ սխում ենք ինքը պինց չի, ուրեմն հասած է, ու պետք է որ սև չլինի, որ շատ հասածել, գերհասունացածը չլինի, այտենց հասկանում եք։ Տան գնումները ով է կատարում հիմնականում, դուք թե դուք։ Եթե papan տանն է լինում, papan է անում, որտեղ ինքը շատ լավ է այդ հարցում, եթե չէ հիմնականում մաման, բայց այնց հարցերում Ջուլին շատ է քթածակով ու ինքն է վերցնում ընտրում։ Իսկ դուք երբ պետք է ինչ-որ բաներ պատրաստեք, Ջուլիի հետ եք գնում առևտուր անելու թե ոչ։ Երբ պետք է ինչ-որ բան դուք պատրաստեք, միասին եք գնում, որովհետև Ջուլին ձեզ օգնում է այդ հարցում թե ոչ։ Ինձ է պետք, ես եմ գնում։ Կարողանում եք այսինքն կողմնորոշվել ամեն դեպքում։ Ջուլի, մինչ կկշռվի ավոկադոն, խնդրում եմ ասացեք եւս մեկ անգամ ինչ էր հաջորդիվ անհրաժեշտ, լոլիկ։ Լոլիկ, այնուհետև պանիր, պաստա, Եվ վերջ։ հա, մեկ է բազիլիկ։ Եվ բազիլիկ։ Տանք ձեզ հնարավորություն հանգիստ կողմնորոշվեք։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ես կարող եմ օգնել ձեզ լոլիկը ընտրեմ։ Կասայում կա, շատ լավ։ Կբերես, բազիլիկը։ Չի լսում Ջուլին, չի արձագանքում Ջուլին, բայց մենք կարող ենք այդ հարցում իրեն օգնել։ Շնորհակալություն։ Ջուլի, ես կարող եմ լոլիկի ընտրության հարցում ձեզ օգնել կամ կարող եմ ընդհանրապես չխառնվել այս հարցերին։ Կարակ դուք ընտրեք, մինչև ես տոպրակը բերեմ։ Եկեք վերցնենք վարդագույն լոլիկ։ Всё։ Ընտրեք։ Վարդագույն լոլիկ եկեք վերցնենք։ Համաձայն եք թե ոչ այնքան։ Ոչ այնքան։ Լավ։ Հա։ Դուք ինքներդ կողմնորոշվեք, իսկ մենք ձեզ կսպասենք արդեն դրամարկղի մոտ։ Ես հույս ունեմ, որ մենք այսօր սովից չենք կոտորվելու եւ հասցնելու ենք համտեսել այն ամենը, ինչը դուք նախատեսել եք մեզ համար պատրաստել։
Չի ասի, որ շատ արագ տեղի ունեցավ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, բայց գոնե տեղի ունեցավ։ Այնպես որ շնորհակալություն, խնդրեմ, կարող եք տալ, որպեսզի անցկացնեն այդ ամենը եւ քանի որ մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է հիմա կասեմ որքան 7720 դրամ, ես առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն հաղորդման շրջանակներում։ Ես առաջարկում եմ ես վճարեմ հաղորդման շրջանակներում։ Ես համաձայն եմ, չեմ վիճում։ Քարտոն կստանաք։ Դուք երկուսով եք, ես մենակ։ Այս պահին ինձ Դուք էլ օպերատոր ունեք։ Ինձ ավելի շահեկան է, որ ես լինեմ միայնակ, դուք վճարեք, շնորհակալություն։ Հուսամ Արենը հետո այս ամենը արդեն կփորձի ինչ-որ կերպով կոմպենսացնել, որովհետև եթե նա լիներ մեզ հետ վստահաբար նա էր վճարելու։ Ես իր հետ գինի բերի։ Շատ լավ, պայմանավորվեցինք դե։ Հաջորդ հանդիպումը կլինի ձեր խոհանոցում, արդեն հույս ունեմ Արենի հետ։ Մենք էլ ենք հուսով։ Դե գնացինք։ Ընկերներ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Հնչեցրեք, խնդրում եմ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Կեցեք, բրավո, հրաշալի էր ամեն ինչ, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Слобода, живая еда։ Մեր առաջին հյուրը, ով հիշում էր այս կարգախոսը, խոսքեր չունեմ, կեցեք, բրավո։ Մերսի։ Արեն զարմացնում եք, սիրով նվիրում ենք։ Ամբողջը ձեզ։ Սոյդ մայոնեզը քեզ։ Ներում ենք իր ուշանալը։ Ես վստահ եմ, որ դուք բոլորդ սուրճի սիրահար եք։ Այո, իհարկե։ Այո։ Հա, որ ջուլին է դնում։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրեմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի ներբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Շատ մերսի։ Հասանք խոհանոց, մեզ վերջապես միացավ Արենը, բարև ձեզ Արեն, շատ շնորհակալություն, որ համաձայնեցիք գալ։ Շատ մերսի հրավերի համար։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Հիմա խնդրում եմ ներկայացնեք, թե ինչ ենք պատրաստելու, բայց ներկայացնում եք դուք Արեն։ Ես։ Այո, Ես շատ ասպասել էր, ինքն է շեֆը, ասեց, որ մի հատ գուակամոլե նոր լսեցի։ Կրիվետկա հայերեն ոնց կլինի։ Մանրածովախեցգետին։ Մանր ծովախեցգետին, ռիս, չէ, բան։ Բրինձի թերթիկներ, էլ ինչ։ Էդի ամբողջը մի հատ ուտեստ էր դառնալու, էլ ինչ, հա, պաստա ենք սարքելու, պեստոյով պաստա։ Լավ, ինչից ենք սկսում։ Սկսում ենք ավոկադոն մաքրելուց։ Ճիշտ է ասում։ Չէ, սկզբում պոկո։ Լավ, սկզբում պոպոկը։ Մարգարիտան ինչ է անելու այս դեպքում։ Վերահսկող ծառայություն որպես։ Ես գնամ Արենը ոնց անի։ Սո այդ շղթավորը։ Շատ լավ, ինչ կարևոր է։ Ես սպասում եմ ջուրը երավարքալնեմ եւ ձեթը պետք է լցնեմ, որ արդեն բրինձի թերթիկներով պատրաստենք այդ իրենց կաղովը։ Այսինքն այս բանին ոչինչ չեք անում, կարելի ասել, մինչ ջրի եռալը։ Չէ, ձեթը լցնեմ, տաքանալ։ Շատ լավ։
Դա ինչ դժվար գործ է, ձեթը Արեն լցնել։ մենք Ջուլիի հետ որոշակիորեն հասկացանք թե նա ինչով է զբաղվում, ինչպես է այդ ամենը իրականացնում, բայց ձեզ հետ հազիվ հնարավորություն ունեցանք շփվելու։ Հիմա խնդրում սկսենք ամենասկզբից։ Ամենասկզբից 2004 թվական դեկտեմբերի 18 շատ ցուրտ շիրակյան ձմեռ, Արթիկ քաղաք, ես սկսում եմ լույս աշխարհ գալ, ինձ տանում են Գյումրի, ու ես ծնվում եմ Գյումրիում, բայց ամբողջ կյանքս ծնվել մեծացել ձևավորվել եմ, այո, ամբողջ կյանքս ծնվել մեծացել եմ Արթիկ քաղաքում, ձևավորվել եմ հենց այնտեղ կրթություն, դաստիարակություն, ամբողջ մասին է խոսքը միջնակարգ կրթություն ու նաև որպես մարդ, որպես անհատ ձևավորվել եմ հենց Արթիկում։ Այդ ժամանակ շատ խառը ճաշակ ունեի կապված ապագա մասնագիտության հետ։ Սկզբում շատ հետաքրքիր էր դիվանագիտություն, քաղաքականություն, շատ եմ ձգտել դեպի այդ ուղղությամբ, սակայն օրից մի օր այնպես ստացվեց, որ ես որոշեցի փոխել մասնագիտական ուղին, որովհետև շատ չէի սիրում պարապել ընդունելության քննություններին, առհասարակ այդ քննությունների process-ը անիմաստ եմ համարել, սովորել ինչ-որ թվականներ առանց վերլուծական բանի, առանց վերլուծական մտքի, առանց հասկանալու ու այնպես ստացվեց, որ որոշեցի գնալ պապական արմատների հետքերով դիմել թատերական ինստիտուտ։ Ինչ ասել է պապական։ Իմ տատի մաման ու պապան դերասաններ են ու Արթիկի թատրոնի համահիմնադիրներից։ Իսկ ովքեր են նրանք։ Պարույր Հարությունյան եւ Անահիտ Հարությունյան, իրանք իմ մորական կողմից տատիս մաման ու պապան են, ու իրանք եղել են այդ հին ժամանակներում, երբ Արթիկը նոր էր ձևավորվում, 1940-ականների սկիզբ, հետո այդ հաջորդ շրջանում, երբ Արթիկը նոր սկսում էր ձևավորվել, սկսեցին էնտուզիաստների խմբով ձևավորել Արթիկի թատրոնը, ու այդ ժամանակ ասում եք քաղաքում խոսքեր են պտտվում, որ հենց Շիրակի մարզում առաջին պետական թատրոնը եղել է Արթիկում։ Խնդրում եմ ներողություն ձեզնից։ Մի պահ հասկանանք Ջուլին ինչ է անում այս ընթացքում։ Պեստոյի մնացած բաղադրիչներն եմ լցնում։ Որոնք են դրանք։ Ուրեմն բազիլիկը, պարմեզան պանիր, լիմոնի հյութ, հեսա Արենը պոպոկը կտա ու համեմունքներ ծեթ։ Ինչ համեմունքների մասին է խոսքը։ Սև պղպեղ, սխտորի փոշի, հիմնական սխտորն լցնում, բայց սխտորի փոշի կլցնենք ու աղ։ Շատ լավ։ Հետո Արեն։ Ու ասում են, որ առաջին պետական թատրոնը հենց հիմնադրվել է Արթիկ քաղաքում Շիրակի մարզում, բայց հետո արդեն Գյումրիից որոշեցին, որ պետք է առաջին պետական թատրոնը տեղափոխվի Գյումրի։ Ես դիմեցի թատերական ինստիտուտ, պարապել էի շատ կարճ ժամանակահատված, որովհետև մասնագիտացման փոփոխությունը շատ սպոնտան եղավ։ Դիմեցի թատերական ինստիտուտ, ընդունվեցի, 3 ամիս սովորեցի ու նորից վերադարձա Արթիկ, որովհետև այդ ժամանակ գեղարվեստական ղեկավարս ու կուրսի ղեկավարը Դավիթ Հարությունյանը ասեց, որ ես ավելի լավ է գնամ արվեստի կառավարում տամ, որովհետև անկախ նրանից, որ ես բանակ էի գնելու եւ այլն, ես սեպտեմբերի 1-ին մտել եմ ինստիտուտ ու ասել եմ ոնց կարող եմ մտնել ուսանողական խորհուրդ, կազմակերպչական բանման ու ասեց պետք չի էլի այդքան խորանալ, մեկը բանակ ես գնում, հետն ավելի լավ է պրոդյուսեր դիմես որպես պրոդյուսեր ընդունվես։ Կիսում եք այդ ժամանակ դուք նրա կարծիքը։ Միանշանակ կիսում էի, միանշանակ, որովհետև իրոք ես հասկացա, որ դերասանի այն ծանրաբեռնվածությունը, որ այդ ժամանակ ուսանող դերասանը ուներ ու իմ պատկերացումները ուսանողական կյանքից լրիվ անհամատեղելի էին, ու ես հասկացա, որ այդ մեծ զոհողությունը, իրոք իմ հիմա կուրսեցիները, մյուս ռուսերեն ասած ռուսերեն արտահայտություն կա, կոլեգի по цеху, բոլորը այդ ծանր շրջանի միջով անցնում են, բայց պետք է ասեմ, որ բավականին բարձր իմ կրթության որակը, լուսահոգի Գագիկ Գինոսյանը մեր բարի դասախոսն էր, լուսահոգի Լալա Մնացականյանը մեր բեմական խոսքի դասախոսն էր, շատ հրաշալի ժամանակներ է եղել, թեև 3 ամիս եմ եղել ես թատերական ինստիտուտում, այդ ինչ որ մի հատ շատ վառ շրջան է եղել իմ կյանքից։ Հետո ես վերադարձա Արթիկ ու գնացի բանակ։ Պրոդյուսեր դարձաք ի վերջո։ Այդ ժամանակ իրականում առանց դիպլոմ ես
պրոդյուսինգով էի զբաղվում, Արտիկում մի հատ ռոք խումբ կա, Վարդագույն քարեր, ինքը 60-ականներից եկած անվանում է, 60-ական թվերին ռոք խումբ կար, Վարդագույն քարեր, մեծ տարիքով մարդիկ էին, հետո արդեն իրան ժամանակն անցավ, 2000-ականներ, 2010-ականներ, ու այդ ժամանակ սկսում է ձևավորվել նորից Արտիկի Վարդագույն քարեր ռոք խումբը, ու այդ ժամանակ երբ որ ես ակտիվ էի եւ այլն, ու մոտավորապես 20-ական թվերներ, 19, 20, 21, ինձ առաջարկեցին այդ խմբի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել, ու այդ ժամանակ գիտեք, ասենք փոքր քաղաքի ռոք խմբի կազմակերպչական աշխատանքներն ինչ են, ասենք գնալ ինչ որ մշակույթի տանը, խոսալ համեր կազմակերպել եւ այլն, ու հենց բանակ գնալուց առաջ ես որոշեցի, որ ինչ որ լավ բան անեմ բանակ գնալուց առաջ, ես Facebook-ում իմ անձնական էջով վիդեո հրապարակեցի, թե Վարդագույն քարերի համար պետք է թմբուկային համակարգ, բարաբաննա ուստանովկա, չգիտեմ հայերեն գրագետ անվանումը ոնց է։ Հարվածային գործիքների հավաքածու։ Հա, հարվածային գործիքների հավաքածու, ու այդ ժամանակ մեզ Ամերիկայից Վերահսկողական ծառայությունը հենց այս պահին կհասնի օգնության։ Այո։ Ինքը փաստորեն իդեալական կլոր չէր, որ պտտվեր։ Ոչինչ մեր կյանքում իդեալական չէ արեն։ Առանց կանանց մենք վարի ենք տալու, հա, մենք առանց կանանց չենք լինի։ Հա, այդ կլպելու հարցով ես չգիտեմ ոնց են անում։ Չգիտես։ Չէ, ես ավոկադո կյանքից մեջ ուզում եմ համերաշխ եք միասին աշխատում, թե ոչ։ Շատ համերաշխ, շատ։ Ուրեմն ես երբ բանակից վերադարձա, աշխատանքի առաջարկ ստացա, սկսեցի աշխատել ու այդ ամբողջ հարցն այն է, որ պատմական ուղղությունն է սխալ, ինչպես հասկանում եմ։ Ահա։ Առաջարկ ստացա աշխատանքի։ Աշխատանքի առաջարկ ստացա որպես պետական գնումների վերահսկող, սկսեցի աշխատել, ու այդ ժամանակ ինչ որ ծրագրի շրջանակներում ես ծանոթացա Ջուլիի հետ եւ ճակատագրի բերումով նա հետագայում դարձավ իմ անմիջական ղեկավարը ծրագրերից մեկում, Infocom-ում էինք աշխատում ու իմ ղեկավարն էր Ջուլին, բավականին պահանջատեր, պերֆեկցիոնիստ, շատ անդուր ղեկավար էր։ Ահա թե ինչպես եղավ, որ այս հաղորդումից հետո դուք դադարեցիք միասին աշխատել։ Հետո եւ ապրել։ Այդ ժամանակ շորտ ուղակի սենց ձեռով կլպեիք։ Ինչ եք տանջվում։ Երևի կա որ չի լինում։ Հա, լավ կներեք։ Այդ ժամանակ ինքը շատ պերֆեկցիանի, ինքը շատ պահանջատեր էր վերաբերվում աշխատանքին, որովհետեւ ինքն էր գլխավորը, հա, this is a woman's world, էլի։ Հա։ Սա կանանց աշխարհ է։ Այո։ Չի կարելի մեր եթերում օգտագործել օտար բառեր Ոյ, հետո։ ներողություն։ Ես ուղղակի ասեցի այն երկի ձևով ասեմ, բայց մենք հասկացանք հետո։ Հա։ Հետո անցավ մի 5 ամիս անց մենք արդեն հանդիպեցինք մի 4 ամիս ենք մենք իրար հետ 4-5 ամիս ենք աշխատել երևի պրոյեկտի շրջանակներում եւ հետո մենք արդեն հանդիպեցինք Խնդրենք Մարգարիտային մի փոքր այն կողմ լինել, որպեսզի տեսնեն թե ինչպես է տանջվում Արենը։ Հետո արդեն ավարտեցի։ Ու հետո մենք արդեն հանդիպեցինք որպես հավասար աշխատողներ, որպես երկու հաղորդավար։ Եվ ես որոշեցի վրեժխնդիր լինել։ Այո։ Ու գլուխ պահել աշխատանքում։ Ինքը իրականում այդտեղ ջուրն էր։ Ինչ կատարվեց այդտեղ։ Այնտեղ ջուրն էր երևի թափ։ Ընդամենը ջուրը թափվեց, լավ։ Հա։ Շատ ավելի է սպասում։ Հերդեղ չեմ տվել դեռ։ Այստեղ օգտագործում են, հա։ Ինքը շատ պահանջատեր ղեկավար էր, բայց հետո արդեն մենք դարձանք հավասար կարգավիճակով աշխատակիցներ, բայց ինքը շարունակեց այդ իր պահանջկոտությունն ու աշխատանքի նկատմամբ պերֆեկցիոնիզմով մոտենալը։ Այդ ժամանակ հարցազրույցները Control Z-ով, երբ որ մենք էինք վարում, առաջին մի 2-3 սերիաներ մենք միասին էինք գրում սցենարներ, մինչև ինքը ինձ չսպառնաց, որ կկորցնի ինչ որ գյուղերում, որովհետև ես շատ վատ էի սցենար գրում, ու ես հալա, ու ես ասացի, ուրիշ սպառնալիք ա եղել, որը եթերային չէ, չէ, եթերային սպառնալիքներ չեն։ Արեն երևի թե ավելի ճիշտ կլինի մենք առաջին ձեռքից լսենք ճշմարտությունը, Ջուլի պատմեք ինչպես է եղել եւ ինչ է եղել։ Պատմեմ, որ ասեմ հրադիճը։ Ասեք։
Ուրեմն Ասեք։ Սցենարները գրում էինք հիմնականում երկուսով այդ առաջի մի քանի էպիզոդը, մի անգամ ես նստած սցենար էի գրում ու արդեն են դեդլայնների ժամկետն էր մոտենում, sense ներվայնացած Արենին voice ուղարկեցի, ասեցի Արեն մտի սցենար գրի, մենք ուշացնում ենք sense-նից, ու ես սցենարը գրում եմ էլի, մի երկու էջ գրել եմ արդեն, մեկ էլ sense մտավ, իմ գրածի մեջտեղից սկսեց հարց թայփանել, այդպես ներվայնացա, զանգել եմ թե voice-ում արել։ Ինքը ձայնային նամակներով, Հա, ձայնային նամակներով լավ խոսքեր ասացի, Ձերք լսենք այդ voice-ները։ Չենք գտնի, որովհետև մի գիգաբայթ Շատ ենք դրանից հետո խոսացել։ Հետո Լավ ծրեցինք։ շատ բարբետորեն։ Եթերային չէ։ Հետո որոշվեց, որ ոնց որ ես ու Արենը մեր մեջ որցինք, որ սցենարները ես կգրեմ, ինքը հարցեր կգրի առանձին դոքի մեջ, եթե ինձ իր հարցերը դուր կան, ես կավելացնեմ։ Մենք պաստայի պատրաստման հարցում առաջընթաց ունենք, թե ոչ։ Հա, հիմա պետքա ջուրը արդեն դատարկենք ու պեստում պետքա սարքել արդեն։ Դե, խնդրեմ, դուք ջրքամեք։ Մենք չխանգարենք ձեզ։ Հետևելով ձեր հարցազրույցներին նկատել եմ, որ բավականին սուր հարցադրումներ եք անում եւ երբեմն նույնիսկ անսպասելի իրավիճակներ եք ստեղծում ձեր հյուրերի համար։ Հարց համար առաջին. Արդյոք չունեք մտավախություն, որ միգուցե այդ մարդիկ կարող է եւ կոպտեն ձեզ, ինչպես օրինակ մի այդպիսի դեպք տեղի էր ունեցել ձեր հարցազրույցներից մեկում։ Հետո ո՞ց ես կոպտեմ։ Ես երևի ենթադրում եմ ում մասն է խոսքը, բայց իրականում տեսեք, կոպտելը մեզ չի վնասում առհասարակ, որովհետև քաղաքական գործիչ չէ, երբ հրավիրում ենք։ Բայց նա քաղաքական գործիչ չէր։ Բայց նա քաղաքական գործիչ չէր, պարզը մասն է խոսքը։ Իրականում ընդհանրապես այդտեղ նեղվելու բան չկա իմ կարծիքով, որովհետև հենց ֆորմատը դա է պահանջում ու Ում որոշումն է դա հենց այդ ֆորմատով հանդես գալ։ Ես կարամ ես միացնեմ ձայնգաբարձր։ Մենք կարող ենք դադարեցնել նկարահանումը, դուք դա անեք, հետո հետ վերադառնանք ու շարունակենք։ Դադարեցնենք նկարահանումը։ Okay։ Մենք պեստոյի պատրաստման համար պետք է հարենք ավոկադոն եւ Էսի ավոկադոնը գուակամոլեի համար, սա պեստոնը արդեն որ պետք է անել։ Դե, խնդրեմ, դուք հարեք, մենք դադարեցնենք նկարահանումը։ Բայց հարցը հիշում ես, չէ, Արեն։ Դուք շարունակեք։ Հարցը հիշում ես, չէ։ Մենք այդտեղից կշարունակենք մեր զրույցը։ Գուակամոլե սիրում ես, չէ՞ դու։ Շատ, չէ։ Արենը չտեսա։ Ասում եմ չտեսա։ Գյուղի տղան Ես չեմ հասկանում, դու աշխատում ես, թե բուլինգի ես ենթարկվում, ի՞նչ է կատարվում։ Ես սովոր եմ, ես ուղղակի չգիտեի, որ իրանցից երկու հոգի Հասկացա Ջուլին, որ բուլինգի է ենթարկում, դա ընդունելի է եւ ինչ որտեղ հասկանալի։ Բա Մարգարիտան ինչի է վարվում քո հետ նենց ոնց ուզում է։ Այդ Իրանի, հա, բաշարում է անում է։ Նույնիսկ պատասխանը չեն թողում դու ինքնուրույն։ Հասկացա, շատ լավ Արդեն ամեն որոշեց ինչ։ ես ինչ պատասխանեմ։ Իրականում իրանց բնավորությունն է, ես արդեն գիտեի։ Ես երբ Ջուլի հետ եմ սկսել աշխատել, ինձ զգուշացրեցին, ասեցին մենք ծանոթ ենք թե Ջուլին, թե իր քրոջը ու նախապատրաստեցին հոգեպես, որ Ո՞վ է քեզ նախապատրաստ։ Լավ, այս ամեն ինչը թողենք հետո, դու ծփի։ Չի լինելու դա երբեք։ Խի։ Դե որովհետև սխալ ես անում։ Ինչն եմ Մեջը սխալանում։ ջուր մի քիչ լցրու։ Լիմոնի ջուրը։ Լիմոնի ջուրը, բա ուրա։ Դա ինչի չի լինում։ Գիտեմ, ձեր աչքն է։ Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։ Ես դևեր քշող արձանիկ ունեմ։ Կարամ Ուրա։ Բեր դևեր քշող բոլոր արձանիկներին, բայց չենք գնալու։ Ինչքան ուզում ես բերես, մեկը չենք գնալու։ Հեսա կբերեմ ես։ Լավ։ Բայ լինում է։ Ձեթը արդեն տաքացավ։ Շատ լավ, ինչ ենք անում։ A4 ֆորմատի թղթերը տապակում ենք։ Այո, մասկան։ Ահա, դիմակը դևեր քշելու։ Միևնույնն է, ասել եմ, չենք հեռանալու մենք, մինչև հաղորդման ավարտը, այնպես որ կարող եք դա չօգտագործել, Մարգարիտա։ Իսկ մենք անդրադառնանք Արենի հետ մեր նախորդ հարցին։ Մտավախություն ձեր հյուրերի արձագանքից։ Ունեք թե չունեք։ իրականում չէ, որովհետև եթե դու լրագրող ես, դու պետք է պատրաստ լինես ցանկացած արձագանքի, յուրաքանչյուր։ Բայց այդտեղ կա մի փոքրիկ բայց։ Դուք հնարավորություն ունեք մարդկանց տալու այնպիսի հարցեր, որ նրանք չհայտնում են այնպիսի իրավիճակներում, որպեսզի ստիպված լինեն ձեզ տալ քխ պատասխաններ։ Համաձայն եք արդյոք, թե ոչ։ Իրականում չէ, համաձայն չեմ, որովհետև լրագրողի հենց գործն է տալ քխ հարցեր, որպեսզի ստանալ քխ պատասխաններ։ Դուք ուզեցիք, ես չէի ուզում։ Ով է ձեր մեջքը։
Yes։ Ձեր մեջքը դուք եք։ Իմ մեջքը Ջուլին է։ Իսկ ձեր մեջքը ով է Ջուլի։ Yes։ Իսկ ձեր մեջքը։ Հələ կանգնեք։ Փակ շղթա է։ Ահա։ Հա, իրականում, եթե քաղաքական կամ հասարակական գործիչը քխ հարցերից վախենալու է, պետք է հաշվի առնենք, որ այդ մարդը ավելի մեծ ու ավելի ծանր գործի մեջ է մտնելու, որտեղ ամեն ինչն է քխ։ Ամբողջ ոլորտն է քխ ու պետք է որ ինքը դրան պատրաստ լինի։ Իսկ լրագրողի գործն է հենց այդ հարցերը տալ, որովհետև մենք պուպուշ հարցեր տալու համար չենք։ Պուպուշ հարցեր կարող են տալ աջակիցները, նրանք ովքեր սիրում են, իրանց կոպիտ ասած ենթակա լրատվականները, բայց մենք առաջնորդվել ենք միշտ անաչառ ու անկողմնակալ լրագրությամբ, դրա համար հենց առաջնորդվել ենք այդ վատ հարցերը տալով, որովհետև ինչ որ մեկը այդ վատ հարցեր տալու ֆունկցիան պետք է իր վրա վերցնի։ Խնդրում եմ հիշել անկողմնակալ բառը, որովհետև անդրադառնալու ենք դրան։ Այո։ Ջուլի, կարող ենք տեսնել ձեզ մոտ ինչ է կատարվում։ եկեք։ Տապակման ընթացքին ականատես լինել, ներկա գտնվել։ Եկեք։ Խնդրեմ, գալիս եք։ Առաջին անգամ եք, չէ՞, սա պատրաստում։ Հա, նու տեսել եմ մաման ոնց է սարքում, բայց անձամբ ես առաջին անգամ եմ սարքում։ Հույս ունեմ չեմ վառի։ Մարգարիտա, ձեր տանը ամենահամեղը ով է պատրաստում։ Մայրիկը թե Ջուլին, թե Մաման, դուք։ հետո Ջուլին։ Իսկ դուք։ Ես երրորդ տեղում եմ։ Դուք երրորդ տեղում եք։ Պատվա որ երրորդ հորիզոնականն եք զբաղեցնում։ Հասկացա։ Լավ, շատ բարի։ Հասանք անկողմնակալին։ Այո։ Կա այսօր մեր երկրում անկողմնակալ լրագրություն։ Մենք ենք։ Նախ, մենք ենք։ Նախ որպիսի Շնորհակալություն։ Ես լարվում եմ, երբ դուք դանակով եք պատասխանում։ որպեսզի այդ հարցին հստակ պատասխան լինի, մի հատ պայմանավորվենք, որն է անկողմնակալը։ Այսինքն այն լրագրողը, ով որևէ կողմին չի հարում, չի պաշտպանում կամ հակառակը որևէ կողմին չի ընդդիմանում։ Չեզոք։ Իմ կարծիքով կան անուններ չտան, որովհետև հակագործընկերային վարկագիծ է, բայց իմ կարծիքով ուշադիր ընթերցողներն ու ուշադիր հասարակությունը բնականաբար տարբերում է, թե որն է անկողմնակալը, որն է կողմնակալը։ Որովհետև այս դարում, երբ ամեն ինչ շատ խառն է, ժողովրդական լեզվով ասած շունը տիրոջը չի ճանաչում, շատ դժվար է այդ ամեն ինչը առանձնացնել, շատ դժվար է զանազանել ով է ում կողմից, ով է ում ճամբարից։ Այո, շնորհակալություն։ Ու այդ համատեքստում շատ կարևոր է ասել, որ այո, մենք մեզ պետք է գովանք, գլուխ ունենք, գլուխ ենք գովում, որ մենք այո իրոք անկողմնակալ ենք, որովհետև նույնիսկ դա տարիքայինից էլ է գալիս, որովհետև մենք երիտասարդներ ենք, լրագրող լինելուց առաջ մենք երիտասարդներ ենք, ովքեր միշտ չէ որ շատ հետաքրքրված են քաղաքականությամբ։ Օրինակ ձեր մոտ մի հատ հետաքրքիր անոնս անեմ, ես ու Ջուլին հիմա ֆիլմ ենք նկարում, երկու հատ ֆիլմ է լինելու, երիտասարդներին կոչ անող, որպեսզի գնան մասնակցեն ընտրությունների, իրանք երկու կարճամետրաժ կոմեդիաներ կլինեն, որոնք ցույց կտան ինչ որ երիտասարդների ծայրահեղականացված կերպարների, ովքեր ֆիլմի վերջում հասկանում են, որ շատ կարևոր է մասնակցել ընտրություններին։ Ու այստեղ ամենակարևոր բանը այն է, որ երիտասարդը իրոք հասկանա, որ իր ընտրության արդյունքում ձևավորվում է իր վաղվա ապագան։ Դե հիմա կարող եք նայել տեսախցիկին, ձեր կոչը անել եւ մենք ավարտենք հաղորդման այս ընթացքը։ Հունիսի 7-ին անպայման մասնակցեք ընտրություններին։ Անպայման ընտրություններին մասնակցելը ամենակարևոր բանն է։ Դուք եք որոշում ում եք ընտրում, բայց կարևորը մասնակցելն է։ Երիտասարդների կողմից մասնակցությունը ընտրություններին այդ նշանակում է, որ դուք ձեր ապագան ընտրում եք ձեր ձեռքով, ոչ թե ուրիշ մարդիկ։ Շատ բարի, շնորհակալություն։ Ես առաջարկում եմ դադարեցնենք նկարահանումը, կհանդիպենք սեղանի շուրջ, բայց մինչ այդ խնդրում եմ ասեք, թե ինչ եք այրում այդտեղ, Ջուլի։ Չեմ այրում։ Ուղղակի իր վրայից է տենց հոտ գալիս։ Ինչպես։ Իր վրայից է տենց հոտ գալիս, ես չեմ այրում։ Իսկ ինչ է կատարվում։ Տեղափոխում ենք դա տապակի մեջ, սպասում ենք մի քանի վայրկյան։ Մի քանի վայրկյանում ինքս ինձ բացվում է, հետո արդեն իր մեջ գուակամոլեն լցնել ենք։ Իսկ ինչ է դա իրենից ենթադրում։ Բրնձի թերթիկներ, Չէ, այս ամենը ինչ ենք անելու։ Այդ ամենը խառնելու ենք իրար։ Եվ տեղափոխելու ենք բրնձի թերթիկների վրա։ Այո։ Լավ, շատ բարի։ Մի քանի վայրկյան ընդամենը դա պետք է։ Ահա, շատ արագ այլում, որ երկար պահեմ արդեն կվառվի։ Իսկ մանրածովախեց գետինը։ Մանրածովախեց գետինը արդեն վերջում լիրա վրա եմ դնելու, երբ որ սաղ լցրած լինի։ Որպես զարդարանք։ Հա։
խնդրում եմ արենք, ասեք դա համեղ է թե ոչ։ Ասա համեղ։ Եւ հարմար։ Շատ հետաքրքիր բան է։ Իրականում որ նոր ենք գնել, հում ենք ուտում ես ու տաքսու վարորդը։ Ինքն ու ես առաջի անգամ կյանքիս մեջ թուղթ էինք ուտում։ Որ շատ հետաքրքիր է։ Բրնձի չիփս։ Բրնձի չիփս, հա։ Լավ։ Դե հուսամ մենք այս ամենը կհամտեսենք արդեն բոլոր բաղադրիչներով հանդերձ։ Շնորհակալություն։ Այսքանը հերիքա, ցեզել մերսի։ Ջուլի, զանգենք 103։ Չէ, ես պատվան 101, 102։ ասել էր, որ սենց ա լինելու, ես գիտեի։ Դուք մոռացել եք ձեզ ասեի։ Հա, բայց հրշեջ ծառայություն, բան, գազի վարչություն չզանգենք։ Պետք չի։ Հաստատ։ Հա։ Լավ։ Արենը ձեռքերն է լվում, թափնի։ Խթաներ։ Ինչ։ Շատ լավն է։ Всё, դե ավելի լավ։ Դե սրանից հետո ամեն օր լանչին խնդրում եմ օգտվել ես ամեն ինչից։ Ժողովուրդ, երկու բան եք պատրաստելու մեզ համար։ Ինչ է կատարվում։ Եւ ինչպես է կատարվում։ Երկու բանը սեղանին է, ինչպես խոսք ենք տվել, եւ սեղանին է նաեւ 1, 2, 3, 4, 5 եւ այլն բաներ, որովհետեւ մաման շատ է սիրում հաց սարքելու, երբ որ իմացա, որ մեր տուն հյուր ա գալու, ասաց հյուրերին պետք է ընդունել պատշաճ կերպով, ու տենց սարքեց, ասաց դե ես գնամ, դուք ձեզ բարի ժամանց։ Շատ շնորհակալություն մայրիկին։ Կամ մաման մտածում էր, որ ես կարող եմ այդքան համով չսարքեմ, ինչը տենց շատ հավանական չի, դրա համար նավսեկի սարքելը որ սովոր չմնաք։ Մի քանի վայրկյանից մենք կհամոզվենք, դուք լավ եք պատրաստում թե ոչ, բայց ես վստահ եմ, որ համեղ է ստացվել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ մայրիկին, մեզ մաղթում եմ բարի ախորժակ եւ վստահ եմ, որ զարմացած կերպով հեռանալու ենք ձեզ մոտից, բայց մինչ այդ խնդրում եմ ձեր պատրաստած ուտեստների համար որոշել անուններ, յուրահատուկ անուններ, որովհետև մենք պետք է մինչ համտեսելը անվանակոչենք։ Գվենիկ, ահա, գվենիկը հասկացանք, որովհետև դա գուակամոլ է, ահա, իսկ պաստան Պետրո պաստա։ Պետրո։ Լավ, շատ բարի, դե մեզ բարի ախորժակ, վայելենք գվենիկը եւ Պետրոն, ինչպես։ Գվենիկը, լավ, մեզ բարի ախորժակ։ Ինչից սկսել, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Եկեք պաստան։ Եկել եմ պաստան։ Փոխանցեն, լցրեք։ Հյուրասիրեմ։ Հա։ Շատ բարի։ Պաստան պեստո սոուսով պատրաստված, անձամբ ձեր կողմից պատրաստված պեստո սոուսով, բայց Արենի անմիջական մասնակցությամբ հենց բավական լինի, ասացեք բավական է։ Շնորհակալություն, Արեն համեցեք։ Մերսի։ Խնդրեմ։ Բերեք առաջին ես ձեզ լսեմ։ Այնքան զգացված եմ Արեն։ Այո։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Սա առաջին փորձը չի, չէ՞, պեստո պատրաստել։ Չէ։ Հաստատ չէ ծնողը։ Շնորհակալություն, համեղ է ստացվում։ Հաստատ։ Հա, այստեղ պարտներն կա, որ լցրեք։ Չէ, ես ուզում եմ նրան վայելել այնպես, ինչպիսին կա, առանց դեռ հավելումների, հետո նրա արդեն անցնենք Ընդունում եք իրան այնպեսին ինչպեսին։ պարմեզանով համեմելուն։ Ահա։ Արեն, ասեք, որ հաճելի է բուրում։ Շատ։ Իսկ դուք առաջին անգամ եք փորձել Ջուլիի պատրաստած ուտեստները։ Այո, այս դուք որ չլինեիք Պրեմիերա մեր եթերում։ Հա, լրիվ։ Դե հասկանանք, թե ինչպիսին է ստացվել պաստան։ Աշակոս կանալի է։ Արժի չգնալ Իտալիա, գալ Շոպրոնի փողոց եւ վայելել ձեր պատրաստած պաստան իդեպ շատ հետաքրքիր մի բան ասեմ, ալդենտեն պահպանել եք եւ դա ողջունելի է։ Շնորհակալություն ընկերներ։ Շատ համեղ է ամեն բան, իսկ մնացած բաների մասին մենք կխոսենք արդեն դրան մոտ, երբ կհամտեսենք կադրից դուրս։ Շատ համով էր։ Ապրես Ջուլի, նա տաղ կտաս։ Աղնել լինում է ու ամեն ինչ իդեալական, ասա։ Ջուրին միշտ անալի է սարքում։ Ինչի։ Չունեմ, իա ձեռ։ Որ աղի չլինի։ Վաու։ Ես Ոնց իմ մտքով չէր անցել։ Որովհետև աղը իմ կարծիքով համը փչացնում է։ Բայց մի փոքր աղը, չկա աղ գնամ բերեմ։ Մի տուփ բերել ենք ձեզ։ Հեսա այսա լցնեմ։ Հարևանի տնից։ Մարանիկի աղ ենք բերել, մի տուփ։ Ձեզ։ Ընկերներ, բարեկամներ, շատ շնորհակալություն համեղ ուտեստերի, պետք է ասեմ, որ գվենիկը շատ լավ էր ստացվել։
Ինչպես նաև եւս մեկ անգամ շնորհակալություն Մայրիկին ուղեկցող այլ ուտեստների համար, ինչպես նաև ձեզ շնորհակալություն հետաքրքիր օրվա եւ զրույցի համար։ Ես ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու վստահ եմ, որ դուք առջևում մեզ շատ ու շատ զարմացնելու առիթներ կունենաք։ Մենք էլ ենք շնորհակալ գալու համար։ Շնորհակալ։ Շատ մերսի, շատ ուրախ ենք ծանոթանալու համար, շատ հաճելի մարդիկ եք, մեծ սիրով էլի կսպասենք, միտեղ հանդիպենք նորից։ Սիրով, նոր առիթներով։ Լավ եք։ Հա, ես մեր տունը ունենամ արդեն իմ սեփական կկանչեմ։ Սիրով։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Ցտեսություն։ Գնանք հացուտենք։ Հա։ Լավ եղեք։ Դուք գնացիք հաց ուտելու, բա մենք։ Ինձ արագ գնանք հաց ուտելու, բա մենք։ Հետեքեք։ Վայ, եկան։ Վայ։ Բա գիտեիք ինչ տենց հեշտ եք բրծնելու։ Գալիս ենք, հենց դրա համար էլ եկել էինք, այսքան սպասեցինք։ Արեն ջան, ինչի մեզ այդքան սպասացրեցիր։ Հիմա խոսամ բոլորի մոտ ասեմ։ Հա, ճիշտ է, ամբողջ ճշմարտությունը։ Ուրեմն ինձ կանչել էին, ուր էին կանչե, որ Չէ, ոչ միտեղ չէինք կանչել, ապրես ճիշտ ժամանակին եկել ես, նստենք հաց ուտելու։ Մի խորացի։ Թեջելի է երկորելու։ Հա, հաստատ։ Հմ եղավ որ ես անպատասխանատու եմ։ Դե բայց հովանավորները ստեղ են, չէ՞։ Գոհ չեք Արենից։ Մեջքը ստեղ է։ Ուղղ բայ։ Նստեք։ Շնորհակալություն։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Torabika cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Torabika cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.